Բարև ձեզ, Ամենք Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Գիտեք, որ անցած օրերին արդեն Ադրբեջանի միջոցով, նաև Վրաստանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստան է հասել ռուսական ցորենը եւ դեռ մինչև տարվա վերջ գրեթե տասնապատկվելու է այդ ուղով Ռուսաստանից եկող ցորենը։ Մինչ այդ հայտնի էր, որ Ղազախստանից պետք է գար, Ռուսաստանին ավելի առաջ ընկավ, այսպես ասած։ Ամեն դեպքում ինչպես է գնահատում այս իրողությունը, որ գրեթե 30 տարվա ընդմիջումից հետո եւ վերջո Ադրբեջանը բացեց ճանապարհը։ Մասամբ, իհարկե։ Հակասական գնահատական ունեմ, որովհետև իհարկե դրական զարգացում է, որը նպաստում է խաղաղության հաստատմանը եւ վստահության մթնոլորտի զարգացմանը, բայց ասում եմ շատ բուջուրի քայլ է այդ ուղղությամբ, որովհետև այն բաները, ինչ որ Ադրբեջանը անում է, տասնապատիկ ավելի խանգարում են այդ վստահության վերականգնմանը, քան թե այդ մի քայլը, որը նպաստում է։ Ամեն դեպքում ողջունելի է, որ նման քայլ արվում է, բայց նաև հասկանալի չի այն հորթային հրճվանքը, որով այդ ամենը այդպես ոգևորված մատուցում են այս իշխանությունները, ներկայացնելով համարյա թե որպես չգիտեմ ինչ խաղաղության մի եսիմինչ գագաթնակետ, ինչ որ մի դրսևորում, որ լրիվ ամեն ինչ փոխում է, չկա այդպես բան։ Հենց խնդիրը այն է, ու այստեղ ամենակարևոր խնդրեմն է, որ սա ընդհանրապես ժեստ է Ալիևի կողմից։ Մեր հարաբերությունները փաստորեն կախված են Ալիևի ժեստերից։ Այսօր կարող է սենց որոշի, վաղը կարող է նենց որոշի, եւ ընդհանրապես այն խաղաղության մոդելը, որը դեռ չի հաստատվել Հայաստանում, իրականում Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության տակ չկա, խաղաղություն չկա։ Բայց այն խաղաղության մոդելը, որը այս իշխանությունը հիմա մեր հասարակության մատուցում է եւ փաթաթում է որպես այդպես ինչ որ մեծ մի դրախտ դեպի որ մենք գնում ենք, այդ խաղաղության մոդելը ունի շատ լուրջ թերություններ եւ այդ թերությունները կապված են հենց այդ փաստի հետ, որ Ալիևը կարող է իր կամքով ռեժիմը լավացնի, բանի տրանզիտի, կարող է վատացնի։ Այսօր կարող է ասենք թանկին դնի, վաղը դնի վատկին։ Հիմա շատերը ասում են, եղբայր, եթե մենք բացենք այդ բանը, այդ տրիպը, կստացվի, որ ոչ թե միայն մենք ենք Ադրբեջանից կախվածության մեջ ընկնում, այլ նաև Ադրբեջանն է մեզնից կախվածության մեջ ընկնում, որովհետև այդ ճանապարհը իրան կապում է Թուրքիայի հետ, միջերկրական ծովի հետ եւ այլն, եւ դա փոխադարձ կախվածություն է։ Այդտեղ ամենակարևոր խնդիրն է, որը իսկապես իրականում ստախոսություն է այս իշխանության կողմից։ Օրինակ, պարոն Զուրաբյան։ Բացեք, ես ավարտեմ միտքս։ Բանն այն է, որ այն ինչ որ ձեռք է բերում որպես Զանգեզուրյան միջանցք, որը սիրուն վերաձևակերպել են որպես Տրամպի միջանցք, այդ ուղին ինքը ստանում է հատուկ միջազգային անխոչնդոտ հաղորդակցության կարգավիճակ։ Ինչ է նշանակում այդ անխոչնդոտ բառը, եկեք բացեք, որովհետև այն ինչ որ բացում է Ալիևը, դրանք անխոչնդոտ կարգավիճակ չունեն։ Սա ունի անխոչնդոտ կարգավիճակ, որը նշանակում է, որ այդտեղ միջազգայինորեն ճանաչված եւ մեր նաեւ պարտավորություններով ստանձնված բաներով, այդ համաձայնագրերով որոշված մի ռեժիմ է հաստատում, որը մենք էլ չենք կարող փոխել։ Մենք ոչ կարող ենք դրա տրանզիտի գինը փոխենք, ոչ կարող ենք ինչ որ օրինակի համար որոշենք, որ դե լավ, Ադրբեջանը իրան լավ չի պահում, ասենք մեր ճանապարհներին խնդիրներ է ստեղծում, Ադրբեջանը մենք այդ փակում ենք, չենք կարող։ Սա ուրիշ ստատուս է։ Սա արդեն միջազգայինորեն ստանձնված պարտավորություն է անխոչնդոտ
հաղորդակցության մասին։ Այսինքն Ալիևը միակողմանի ստացել է անխոչնդոտ միջազգայինորեն երաշխավորված հաղորդակցություն, իսկ մենք փոխարենը ստացել ենք սովորական հաղորդակցություն, որը ենթակա է Ադրբեջանի ինքնիշխանությամբ պայմանավորված քաղաքականության։ Այդ քաղաքականությունը կարող է ենթադրի օրինակի համար փափուկ ճնշման ձևեր, օրինակի համար տրանզիտի գինը կավելացնենք, կպակասացնենք, այս կանենք, այն կանենք, ինչ որ տնտեսական բաներ էլի, լծակներ կկիրառվեն, իսկ կարող է լինի շատ կոշտ բանով։ Օրինակի համար չեմ բան եմ անում, երկու անգամ ավելացնում եմ հաղորդակցության գինը, կամ ընդհանրապես փակում եմ, մինչև դուք ձեզ լավ չպայեք, մինչև օրինակի համար թույլ չտաք, որ 300 ադրբեջանցիք մտնեն Հայաստանի տարածք։ Էսա պրոբլեմա, սա սիմետրիկ չի, սա փոխադարձ չի, ինչքան էլ մեզ փորձում են համոզել։ Ադրբեջանը ունի անխոչնդոտ հաղորդակցություն, մենք չունենք անխոչնդոտ հաղորդակցություն։ Պարոն Զուրաբյան, իշխանությունները ասում են, որ դեռևս շահագործման պայմանները հայտնի չի, պայմանագիր, վերջնական, փաստաթուղթ, այդպեսին գոյություն չունի, եւ մենք շահագործման պայմանների վերաբերյալ ինչ որ բաղադրիչներ չենք կարող ասել, դա դեռևս քննարկման փուլում է։ Դա բլեֆ է։ Մենք դեռ իսկապես նման փաստաթուղթ չենք տեսել։ Կա։ Այն ինչ որ ստորագրեց, այո, բայց ստորագրած փաստաթուղթը, որտեղ անխոչնդոտ բառը օգտագործվում է բացառապես տրիպի կապակցությամբ, այսինքն անխոչնդոտ հաղորդակցություն Ադրբեջանի համար, որ Ադրբեջանը կարողանա Նախիջևանի հետ կապվել։ Այդ բառակապակցությունը անխոչնդոտ։ Այդ ստորագրված արդեն հռչակագրում կիրառվում է բացառապես Ադրբեջանի հաղորդակցության համար։ Իսկ ինչու եք դուք այդ համոզված, որ այն հիմնական փաստաթուղթը վերջնական, որ պետք է լինի այդ տրիպի վերաբերյալ, այդ դրա մեջ ամփոփված չեն լինի ձեր բոլոր մտահոգությունները, որ դուք հիմա արտահայտում եք, եւ միգուցե նաեւ հենց այդ մտահոգությունների օգնությամբ, որոնք դուք եւ ձեր այլ համախոհներ կամ ընդդիմության այլ ներկայացուցիչներ բարձրաձայնում են, չեն օգնում, որ իշխանությունները նաեւ դրանք ներառեն եւ հնարավորինս պաշտպանված լինեն այդ ուղղությամբ։ Եթե նրանք կարողանային, արդեն վաղուց ներառած կլինեին։ Հենց խնդիրը դրա մեջ է։ Իրականում չէ, ու չի լինի։ Ես դες բացատրում եմ։ Օգոստոսի 8-ը դա այնա, ինչ որ ձևակերպվել է։ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ Հայաստանով անցնելու իրավունք, Հայաստանը նույնատիպ իրավունք չի ստանում։ Այնտեղ գրածել է, որ դրանք զուգահեռ կբացվեն հաղորդակցություններ, չի գրած անխոչնդոտ հաղորդակցություն, հաղորդակցություն Ադրբեջանի վրայով իր փոխադարձ առավելություններով։ Էդ էլ են ժուլիկություն արել, թարգմանել են փոխադարձ արտոնություններով, որ արտոնություն են ասում, որը այդ բանի անգլերեն տեքստին չի համապատասխանում։ Անգլերեն տեքստում կարծես reciprocal benefits, ինչը նշանակում է փոխադարձ բան, օգուտներ, փոխադարձ օգուտ, benefit բառը նշանակում է օգուտ, ոչ թե արտոնություն։ Իրանք թարգմանել են արտոնություն։ Հասկանում եք, որ արտոնություն են թարգման, ստացվում է, որ հա, դե մենք էլ նման մի արտոնություն ենք ստանում, չէ, չենք ստանում։ Մենք ստանում ենք ընդամենը օգուտներ։ Այո, իհարկե, եթե Ադրբեջանը բացում է իր ճանապարհները, մենք ստանում ենք դրանից օգուտներ տնտեսական։ Բայց այդ կարգավիճակը հաղորդակցության, ինչպես ես արդեն բացատրեցի, լինելու է մի մակարդակ ցածր։ Մի մակարդակ էլ չէ, ընդհանրապես լրիվ ուրիշ բան։ Սա լինելու անխոչնդոտ միջազգային երաշխավորված ու արդեն լեգիտիմացված իրավունք Ադրբեջանի համար, իսկ մենք նույն իրավունքը չենք ունենալու Ադրբեջանի կապակցությամբ։ Կարծում եք, որ տրիպի կառուցումից, գործարկումից հետո եւ եթե իսկապես հաջողվի ընդհանուր ապաշրջափակում իրականացնել, դրանից հետո Ադրբեջանը ընդհուպ մինչեւ երբ ուզենա խոչընդոտ ստեղծի փակի անգամ իր տարածքով ճանապարհները, ես չեմ ասել ավելի թեթև բաներ, սակագներ բարձրացնի իր տարածքով անցնելու համար, իսկ Հայաստանը որևէ կերպ չի կարողանա տրիպ փակել, ասի Ադրբեջանը փակել են, ես էլ կփակեմ կամ համարժեք, ամեն դեպքում համարժեքը չի կարող։ Դա եմ բացատրում։ Գիտեք, իրականում ցանկացած երկիր օգտագործում է քաղաքական եւ տնտեսական լծակ իր տարածքը, ասենք եթե ինքը տրանզիտային
հնարավորություն ունի, հատկապես եթե մոնոպոլ դիրքում է, ինքը կարող է դա օգտագործի։ Որ հիմա ամբողջ խնդիրը սրա մեջ է, որ Ադրբեջանը ունի դա բան չի, էլի, սովորական, ասենք Շվեյցարիա չի, որը ասենք ոչ մի, ասենք, խնդրեմ չունի Հայաստանի։ Իրականում Ադրբեջանը դա մի պետություն է, որը կառուցված է համակարգային դպրոցներից սկսած մինչև պետական ռոպագանդայի հասարակական կազմակերպությունների հետ ամբողջ իրանց ավտորիտար համակարգը ուրեմն համակարգային հայատյացության վրա։ Գիտեք չէ դրա մասին։ Գիտեք ինչ են դպրոցներում դասավանդում, ոնց են բացատրում, որ հայերը թշնամի են, որ իրանք Հնդկաստանից են եկել, որ իրանք այստեղ կապ չունեն, մենք ունենք այնտեղ մեր դա Երևանը մենք ենք նվիրել, առաջի դեմոկրատական ադրբեջանական հանրապետությունն է նվիրել Հայաստանին, այդ սխալեր չպետք է թույլ տանք հայերը կառուցեին պետություն մեր տարածքների վրա եւ այլն եւ այլն։ Մինչեւ հիմա այդ գնում է, այս վերջի իր ելույթում էլի շարունակվեց այդ նույն բանը Ալիևի։ Գյոչյան մեր տարածքն է, սա այնտեղ մեր ադրբեջանական անվանումներ են, SNN են, պետք է մեր 300,000 ադրբեջանցիք վերադառնան, իրանք մեկա խնդրեմ չեն ներկայացնի, սեպարատիստական պետք չի վախենալ, ադրբեջանցիք ամեն տեղ էլ շատ նորմալ իրանց պահում են, հիմա, բայց սա մեր իրավունքն է, իրանք պետք է գան ու մտնեն այդտեղ։ Աչքն, եկեք այստեղ բաներ, միամիտ չլինենք։ Իրականում իրանք շատ լավ հասկանում են, որ ահագին բան ուժով վերցեցին, իսկ հիմա միգուցե կարող են հատկապես ունենալով Նիկոլ Փաշինյանի նման տաղանդավոր գործիչ իրանց տեսակետից կարող են շատ բան վերցնել առանց ուժի կիրառման։ Օրինակի համար վերադարձնել այդ 300,000 ադրբեջանցիներին։ Այդ ադրբեջանցիք, որ վերադարձան, իրանց համար դպրոցներ պետք է բացվեն, չէ՞, ադրբեջանական։ Բան գործարարություն, գործավարություն պետական փաստաթղթերի պետք է լինի, չէ՞, իրանց հետ կապված, որը արդեն եվրոպական կոնվենցիաներով անգամ իրան կարող պահանջել, որ Ադրբեջանը դառնա հայերենի հետ հավասար պետական լեզու։ Այդ բանը ստանդարտ պահանջներ են, եթե այդքան մեծ փոքրամասնություն կա, ասենք, ազգային, ուրեմն դու այդ բանը, այդ պահանջը կարաս դրես։ Այսինքն դա են դնելու, մզկիթներ են բացելու, ազանը սկսելու ամենտեղ հնչել, ու գնալով այդ պահանջները ավելանալու են, ես ձեզ ավելին, ու դա անթաքույց է իրականում։ Իրանց այդ բոլոր ռոպագանդան աշխատում է այդ ուղղությամբ։ Հիմա եթե Շվեյցարիան լիներ, ես կասեի ձեզ, դե չէ, իրանք տենց նպատակներ չունեն, պարզ է, որ իրանք ինչի պիտի հենց այնպես բռնեն մեր ճամփեքը փակեն եւ այլն եւ այլն։ Ադրբեջանը քանի որ ունի այդ ծրագիրը, այդ այնց արդեն փափուկ Հայաստանը կլանելու ծրագիրը ունի։ Ինքը ամեն րոպե օգտագործելու է Հայաստանի կախվածությունը Ադրբեջանից կորզելու համար նորանոր զիջումներ Հայաստանի Հանրապետությունից։ Անելու է դա։ Ու մենք, եթե այս ձևով կառուցենք խաղաղությունը, մենք ելք չենք ունենալու, քան բոլոր այդ պահանջներին կամաց պատասխանել։ Իսկ դրա լուծումը կա, ու մենք առաջարկում ենք ոնց է պետք անել, պահպանելով անգամ այս խաղաղության կառուցվածքը, որը արդեն դրված է սեղանին եւ Ադրբեջանի հետ գնում է, թե ինչ է պետք անել, որ այդ պլանները, այդ կախվածությունը մենք կարողանանք հաղթահարել։ Հնչեցրեք մեկ անգամ եւս ինչ պետք է անել։ Դե այստեղ շատ պարզ է։ Իրականում մենք ես դա բազմիցս եմ ասել, բայց ես կարծում եմ պետք չի հոգնել ասելուց դրանից։ Ուրեմն Հայաստանը բացի նրանից, որ շատ խնդիրներ ունի, ինքը ունի մի հատ կարևորագույն խնդիր, որը ամեն ինչից անկախ մեկը մնում է մեզ հետ։ Դա այն է, որ մենք չունենք ծովային նավահանգիստներ։ Ծովային նավահանգիստներ կամ հասանելիություն ծովային նավահանգստի չունեցող երկրները 50%-ը համաշխարհային բանկի գնահատականը 50% ավելի հաղորդակցության գին են վճարում տրանսպորտային հաղորդակցության։ Իսկ եթե երկու երկիր տիացես միջև ծով հասնելու, ոնց որ օրինակի համար բանի Չոբահարի կամ Պարսից ծոցի այդ Բանդեր-Աբասի այդ նավահանգիստները հասնելու համար մենք պետք է արդեն երկու երկիր անցնենք կամ Թուրքիա-Իրան կամ Ադրբեջան-Իրան։ Դա արդեն 100%-ով ավելացնում մեր տրանսպորտային ծախսերը, ինչը սոցիալ-տնտեսական բեռ է մեր հանրության մեր
տնտեսության վրա, որը կոնկրետ գների մեջ է արտացոլվում եւ մեր տնտեսական զարգացման հեռանկարների վրա։ Հիմա այս հաղթարելու համար կա մի հատ շատ բարձ բան։ Մենք պետք է կառուցենք երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանի հետ անմիջապես, առանց Ադրբեջանի տարածք մտնելու։ Եթե մենք այդ երկաթուղին կառուցում ենք, մենք լուծում ենք բազմաթիվ խնդիրներ։ Սոցիալ-տնտեսական զարգացումը, Հայաստանը ինքը դառնում է կապված երկիր։ Մենք այդ ուղղությամբ BRICS-ի երկաթգիծը դուք։ Ну, այդ շատ պայմանական անուն է, ես նկատի չունեմ, որ Բրազիլիան պետք է գա այստեղ կամ հարավային Աֆրիկան գա այստեղ ինչ որ երկաթուղիներ բանանի, ես ընդհանրապես ասում եմ, որ կան երկրներ, որոնք դրա մեջ շահագրգռվածություն ունեն աշխարհաքաղաքական, որոնք չեն ուզում, որ ասենք մենակ այդ տրիպի բանը գործի, որը շատ միակողմանի աշխարհաքաղաքական նվաճում է, ասենք կոնկրետ Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի ու ինչ որ չափով արևմուտքի համար, որը դուրս է մղում Իրանին եւ Ռուսաստանի ռեգիոնից։ Էլ չեմ ասում, որ որոշակի չափով նաեւ անդրադառնում է Հնդկաստանի եւ Չինաստանի շահերի վրա։ Եվ ես BRICS ասելով դա պայմանական է, նկատի չունեմ հարավային Աֆրիկան կամ Բրազիլիան, նրանք այստեղ շատ չունեն։ Նկատի ունենք, որ եւ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը շահագրգռված են։ Եթե տեսնեն, որ կա պետություն, ինքնիշխան պետություն, որը պատրաստ է այդ պրոյեկտը, այդքան կյանք ունի քաղաքական հետևողականություն, այդ պրոյեկտը իրականացնել, պատրաստ կլինեն կազմել միջազգային կոնսորցիում, ընդ որում այդ կոնսորցիումի մեջ կարելի է հրավիրել եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային, եւ Միացյալ Նահանգներին, մի հատ ավարտեմ նոր, էլի, եւ Եվրոպական միությանը, որպեսզի այդ միջազգային կոնսորցիումը, այդ միջանցքը, որը իրականում ծառայելու է Ադրբեջանի համար, անգամ Նիկոլ Փաշինյանը երեք խոստովանեց, որ հիմնականում դրա շահառուները լինելու են բանը ասիական բաները, այդ միջին ասիական երկրները եւ այլն, չի ուզում ասի, որ Ադրբեջանն ալնելու ու Թուրքիան ալնելու դրա գլխավոր շահառուն, բայց ինքն էլ է անցալում, որ Հայաստանը դրա շահառու առանձնապես չի լինի։ Մեզ պետք է, որ մենք էլ դառնանք շահառու։ Եվ ահա, նման միջազգային կոնսորցիումը, եթե կարողանա վերածել տրիպի միակողմանի այդ միջանցքը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Զանգեզուրի հանգույցի, այդ դեպքում Հայաստանը հաղթարում է կախվածությունը Ադրբեջանից, մենք Ադրբեջանը արդեն իր լծակները չի ունենա մեր վրա ազդելու, որտեղ մենք կարանք ասենք ախպեր ջան, այդ հացը մենք կարանք ուրիշ ձևով էլ բերենք, մեր մեջ ասած։ Կամ էս գինն եք դնում, որը մեզ շահավետ է, նպաստորը, կամ մենք այդ կբերենք Իրանով, կամ Ռուսաստանով, Վրաստանի միջոցով, որովհետև եթե այդ երկաթուղին կառուցվի ու կառուցվի նաև Ինգուշետիայից Ռուսաստանը Վրաստանի հետ կապող այդ մի հատվածը, մենք կունենանք արդեն Ադրբեջանից անկախ երկաթուղային կապ նաև Ռուսաստանի հետ։ Դա մեզ տալու է հնարավորություն ընտրել տարբեր ճանապարհների միջոցով, դա զրկելու է Ադրբեջանին մեր վրա ինչ որ ճնշումներ մենաշնորհային ճնշումներ գործածելու հնարավորությունից եւ այդ դեպքում ես կասեմ, որ այդ լավ անխոչնդոտ է, մենք էլ ունենք արդեն անխոչնդոտ Ադրբեջանից չկախված ուղիներ։ Հետևաբար այս դեպքում արդեն մենք իմունիտետ ենք ձեռք բերում Ադրբեջանի ճնշումների նկատմամբ եւ մեզ համար խնդրեմ չի դա։ Հիմա միակողմանի է։ Եթե մենք այս երկաթուղին ստեղծում ենք, դա արդեն այդ միակողմանի կախվածությունից Ադրբեջանի մենք ազատվում ենք։ Ես երկու հիշեցում պարզապես կամ դիտարկում անեմ ձեր այս խոսքին, ձեր ներկայացրած այդ ճանապարհի վերաբերյալ, երբ որ դուք ներկայացնում եք, ես այստեղ հրավիրեցի իշխանության ներկայացուցիչին Բաբկեն Թունյանին եւ ասացի, որ Լևոն Զուրաբյանը կամ ՀԱԿ-ը ունի նման ծրագիր, ինչը դուք չեք քննարկում։ Նրանք ասում են, այո, թող ներկայացնեն կամ ընդհանրապես դեռ մենք նոր ենք ամեն ինչը սկսում этаպաշրջափակման, իսկ ինչու ոչ։ Գրեթե նմանատիպ մի պատասխան։ Եթե ինչու ոչ, ինչի իշխանությունը չի առաջինը վերցնում։ Թվում է թե նախընտրական առումով ինքը շատ ձգողական ծրագիր է, չէ՞։ Օրինակ կարային մեր ձեռից առնեին։ Կարող էր ԿՊ-ն հանդես գար բանով, կետով, որ մենք բան ենք անում, այո,
համաձայնենք, որ տրիպը կարելի է հարստացնել նաև այս պրոյեկտով, եւ մենք սկսում ենք աշխատանք այդ ուղղությամբ։ Արդեն $200 միլիոն բյուջեից հատկացնում ենք այդ նախագծման, այդ, չգիտեմ, այդ կոնսորցիումի ստեղծման աշխատանքների եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, ինչի չի անում իշխանությունը։ Իրանք ասում են, մենք դեռ նոր ենք սկսում այդ պրոյեկտները, միգուցե եւ նաեւ դրան կհասնենք։ Մենք դեմ չենք, մենք կողմ ենք բոլոր ճանապարհներին, որքան ճանապարհ, թեկուզ ավտոմոբիլային, թե գազամուղային կամ խողովակային կամ երկաթուղային, մենք եթե իրանք կողմ ենք, որ անցնի Հայաստանի տարածքը։ Չէ, հարցը դրա մասին է։ Եթե դու կողմ ես, դու պետք է նախաձեռնություն հանդես բերես։ Հայաստանի կառավարությունը դու ես, բոլոր միջոցները քո ձեռքում են։ Բայց ես ձեզ ավելին ասեմ, իրանք ստում են, որովհետև 2019 թվականին այդ պրոյեկտները դրվել են իրանց սեղանին։ Հələ Ղարաբաղի խնդիրը այն աղետալի վիճակում չէր հայտնվել, եւ շահագրգռվածությունը շատ ավելի մեծ էր, չինացիք շատ հետաքրքրված էին, Իրանը շատ հետաքրքրված էր։ Այդ պրոյեկտները դրվել են, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառայի եւ նրան շրջապատող մի շարք լուրջ ընկերների կողմից այդ պրոյեկտները դրվել էին իրան սեղանին։ Եվ նրանք ուղղակի ձախողեցին դա։ Իրանք ուղղակի մերժեցին դրա իրականացումը։ Սրեցին հարաբերությունները Չինաստանի հետ, այն աստիճանի, որ արդեն մենք տեսնում ենք Չինաստանի ռեակցիան, որ սրանք արդեն լուրջ մարդիկ չեն եւ իրանց հետ այս պրոյեկտները հնարավոր չի իրականացնել։ Բայց հակառակ process-ն է գրում, ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ունեն։ Չէ, հիմա ասում եմ ձեզ ինչ եղավ 19 թվին։ Այդ իրանք այն ժամանակ մշակված պրոյեկտը դրվել է իրանց սեղանին, իրանք դա մերժել են։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Իրանք, ասեմ ձեզ, Չինաստանը այս ընթացքում տեսավ, որ Հայաստանը չունի այդ կամքը, չունի այդ հետևական, չունի այդ կառավարությունը, որ դա կարող է անել, եւ սկսեց ավելի մեծ մերձեցում Ադրբեջանի հետ, որովհետեւ տեսավ, եթե ինչ-որ պրոյեկտներ պետք է լինեն, One Road, One Belt այդ իրանց հայտնի ծրագրի շրջանակներում, քանի որ բանում անգործունակ կառավարությունը Հայաստանում, գոնե Ադրբեջանի միջոցով անեն, որը իրանց համար ցանկալի, ամենացանկալի տարբերակը չէր։ Եվ իրանք խորացրեցին ու առաջինը արեցին ստրատեգիական այդ գործընկերությունը Ադրբեջանի հետ։ Հիմա Հայաստանը իբր կպնում է այդ բանին, այդ արդեն մշակված ծրագրին, բայց իրանք չեն ասում, Ժողովուրդ ջան, մենք պատրաստ ենք օրինակի համար, որպես Հայաստանի կառավարություն $1 միլիարդ մեր կողմից դնենք։ Ասենք հաշվարկները ինչ են ցույց տալիս, որ այն ժամանակվա հաշվարկներով 3.2 միլիարդ էր այդ նման երկաթուղու կառուցումը։ Թող նման լինի 3.5 կամ ավելին։ Թող Հայաստանը այսօրվանից ասեր, մենք որպես պետություն, նաև որ դառնալով լոկոմոտիվը եւ ցույց տալու համար մեր հետեւողականությունը եւ նվիրվածությունը այդ պրոյեկտին, որը մենք համարում ենք առանցքային այս բոլոր խնդիրները լուծելու համար, նաև խաղաղությունը խորացնելու համար, մենք պատրաստ ենք $1 միլիարդ դնել։ Գիտեք, $8.5 միլիարդ արդեն պարկ է վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Ու ծախսել է բանը, բյուջեի ծակերը փակելու համար եւ կենսաթոշակներ բանանելու համար, որը գործունակ մեխանիզմ չի։ Եթե դու այդպեսի խոշոր դրամային միջոցներ վերցում ես եւ չես ստեղծում սոցիալ-տնտեսական զարգացման գործիք, այլ ուղղակի ուղարկում ես դա սպառմանը, դա ճանապարհը դեպի աղետ։ Դու ապագա սերունդների վրա ես այդ սաղ թողում, այդ ու պայթելու է։ Իսկ եթե ինքը հիմա ասեր մենք այ հիմա ինչ որ պարտ վերցնենք, դնելու ենք այդ բանի վրա։ Այդ ծրագրի վրա։ Բայց իրենք չեն անում դա։ Ու ես դες կարող եմ ասել խի չեն անում։ Թվում է թե ի՞նչն է խնդրեմը, չէ՞։ Նույն Թունյանը ասում է, դե հա կարելի է, բան, ի՞նչն է կարելի։ Դուք պետք է դրա նախաձեռնող ելնեք։ Ոչ աշխարհը չի գալու ձեզ բանանի, աղաչի, որ դուք այդ բանը անեք։ Միչև իրանք գործունակ կառավարություն չեն տեսնում։ Դուք պետք է դրա նախաձեռնող ելնեք, այդ պրոյեկտը դուք պետք է բերեք ու դրանով շահագրգռեք, որ տեսեք մենք մենակ ամերիկացիների համար չենք, եվրոպական միության համար չենք, բան մենք նպատակ չունենք Իրանին ու բանին այդ Ռուսաստանին այս ռեգիոնից մեկուսացնելու, չէ, մենք հայ կազմակերպության մենք ուզում ենք, չէ, իրանք պետք է ասեն, մենք ուզում ենք ձեզ բոլորիդ ընդգրկենք եւ մենք ունենք այսպեսի պրոյեկտ, եկեք բոլորդ մասնակցեք։ Այսօրվանից իրանք պետք է սկսեն, այսօրվանից
Դիսկսեին Իրանի հետ բանակցությունները, Վրաստանի հետ բանակցությունները, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի, ու նաեւ ամերիկացիների, ու նաեւ ադրբեջանցիների, ու նաեւ Թուրքիայի հետ, որովհետեւ գիտեք, ամենակարևոր հարցը, որ իրանք պետք է դնեն եւ ադրբեջանցիների առաջ հետեւելն է, դուք ինչ մոդել եք նախատեսում, մեզ խեղտելու մոդել խաղաղության հիմքում, թե փոխադարձ շահի մոդել։ Եթե դուք օրինակ համար դեմ եք, որ մենք կառուցենք ու ամեն ինչ անելու եք, որ դա չլինի, ուրեմն դուք նախատեսել եք մեզ խեղտելու մոդել, որովհետև այդ մոդելը, եթե իրականացվում է, Ադրբեջանը ստանում է իր բանը, կյանքի գիծը, իսկ մենք ոչ ոք չենք ստանում։ Բացի իբր թե ենթադրյալ խաղաղությունից, որը հենց չգիտենք, երբ կլինի ու ինչ պայմաններով։ Իսկ եթե դուք խաղաղության տակ դնում եք փոխադարձ շահի մոդելը, այդ դեպքում ինչ է, դուք եք պրոբլեմ տեսնում դրա մեջ։ Հələ մի բան էլ մենք ձեզ առաջարկում ենք բան, փայ։ Թող Ադրբեջանը ասենք, օրինակ համար, հիմա օդից վերցած թիվ եմ ասում, այդ կոնսորցիումում ունենա 5% փայ։ Ինքն էլ շահագրգռված լինի, որ այդ հանգույցը աշխատի, որը անգամ չի անցնում իր տարածքով, ասենք այդ մասը, սև ծովից մինչև Պարսից ծոց այդ կապող երկաթուղին, ասենք Ադրբեջանով չի անցնում, բայց Ադրբեջանը ունենում է փայ դրա մեջ։ Թուրքիան ունենում փայ։ Ու եթե իրանք դրան չեն համաձայնվում, սա նշանակում է, որ իրանք ունեն խեղտելու ստրատեգիա, ոչ թե խաղաղության ստրատեգիա։ Այսի բանա, լակմուսային բանա, թուղթ է։ Լակմուս է։ Ու իշխանության համար է լակմուս, որովհետև Թունյանի այդ բաները, ռևերանսները, որ թող լինի, դա պատասխան չի, դա կրուտիտ է։ Իրանք ուրիշ բան պետք է ունենան, իրանք ասեն շատ ճիշտ գաղափար է, այսօր բյուջեի գնային բանը սեկվեստր անեին, բյուջեում բացեին մի 120-200 միլիոն դոլարի, այս տարի արդեն սրա մեջ բան ենք անում, ինվեստիցիա ենք անում։ Կքննադատեիք բյուջեի սեկվեստրը։ Այդ կներեք, դուք որից հնարեցիք դա։ Ինչ եք հնարում։ Չէ, հիմա հնարում եք։ Ես 2019 թվին, երբ որ չէի քննադատում կառավարությանը, գնացել էի այդ նախագծով գնացել էի կառավարության մոտ։ Մենք 2019 թվականին այդ նախաձեռնությամբ, հա, ասում եմ որ հնարում եք։ 2019 թվին ես շատ լավ հիշում եմ Վովա Կարապետյանի հետ ենք խոսում դրա մասին, Արսեն Գասպարյանի հետ ենք խոսում, որը ազգային անվտանգության գծով գլխավոր Մհեր Գրիգորյանի հետ եմ խոսել, էկոնոմիկայի նախարարության հետ եմ խոսել, Վարո Սիմոնյանի հետ ենք գնացել, ես ու Աշոտ Սաֆարյանը մի քանի անգամ հանդիպել ենք էկոնոմիկայի նախարարությունում, Վարո Սիմոնյանը, որը հայ-չինական այդ կառավարական հանձնաժողովի համանախագահն էր, ոգևորված էր ուղղակի այդ պրոյեկտով։ Մենք բոլորի հետ խոսացել ենք։ Միակ մարդը ում հետ չստացվեց խոսալ, որովհետև ինքը բանը ինչ որ ֆրֆռում էր երկնքներում, դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ու հետո մենք իմացանք, որ ինքը վետո է դրել այդ պրոյեկտի վրա։ Դա համար այդ ստերը, այդ որ ասում եք բանը, այ եթե տենց լներ կքննադատեք, ո՞նց։ Ես գնացել եմ չքննադատելու ճանապարհով սկզբից։ Ու ստացել եմ պատ։ Եվ եթե այն ժամանակ այդ հարցը լուծվեր, մենք այսօր Ղարաբաղը չէինք կորցնի։ Որովհետև Հայաստանը ձեռք կբերեր մի հատ այնպիսի աշխարհաքաղաքական նշանակություն, որ այդ ինվեստորները ատամներով պաշտպանելու են, որ հանգարցակի ոչ մի ոտնձգություն կամ բան պրոբլեմ չլինի այդ ֆրոնտում կամ եւ այլն ինչ որ ռազմական գործողություններ չլինեն եւ այլն եւ այլն։ Չէ, ես չեմ ընդունում ձեր մեղադրանքը, բացարձակապես անհիմն բաներ, հակառակներ ճիշտ։ Լավ, պարոն Զուրաբյան, անդրադառնանք նաև ներքաղաքական խնդիրներին, դուք իրադարձություններին կամ զարգացումներին բոլոր ուժերը, իշխանությունը, ընդդիմությունը դիրքավորվել են արդեն սարերի հետևում չի, ընդամենը 7-8 դիրքավորվել են որ տպավորությունը այդպեսին է, ԿՊ-ն ամեն դեպքում առաջադրվելու համար չէ, արդեն գործընթաց է սկսվել, ցուցակում եւ կոռուպցիոն գործընթաց այնտեղ այո որոշակի մուծումներ կան առաջադրելու համար։ Դուք էլ համաձայնվեցիք դրա հետ։ Ես կոռուպցիոնա չգիտեմ, բայց մուծումները իսկապես կան։ Ձեզ կոնկրետ ասում են, ախպեր, մեր ցուցակում հայտնվելու համար պետք է գումար վճարես։ Ընդ որում դա սովորական ցուցակ չի, դա իշխող կուսակցության ցուցակն է, որը խոստանում է հեռանկարներ, որ իշխանության պետք է մնա։
Այսինքն կոպիտ ասում են մարդկանց քյասեր ասում են դու իշխանության մեջ հայտնվելու համար պետք է փող տաս մեր կուսակցությանը, որ այդ կուսակցությունը այդ փողը օգտագործի ընտրական process-ի համար։ Կոռուպցիան պոզով պոչովալնում, ինչպես կասեր կլասիկը։ Էլ չեն խոսում խտրականության մասին, որովհետև կներեք սահմանության մեջ գրած է, որ անկախ գույքային քո կարողություններից դու ունես նույն իրավունքները։ Ու ոչ միտեղ գրած չի, որ դու պետք է անպայման ունենաս ինչ-որ հզոր կարողություններ, դրանք էլ մի հատ զոհաբերես հանուն ՔՊ-ի, որ նոր քո կարիերայի բանը դուռը բացվի առաջընթացը։ Դες բան գրած չի։ Սահմանության գրած է, որ այդ արգելվում է նման խտրականությունը։ Այսինքն եւ խտրականության սահմանական սկզբունքն է բանարել, այս բանով խախտել են, որը իդեպ հիմքա բանին կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար արդեն որակազրկել ՔՊ-ի հայտը ընտրություններում։ Գումարած այդ ինչ որ ասեցի, կոռուպցիա, որ դու պարզվում է պետք է փող տաս, որ առաջ գնաս։ Հələ մենք չգիտենք, չէ, կարող է նաև փողի բանից է, ծավալից կախված է քո տեղի այդ վերևում լինելը, չէ՞։ Ու եթե այդ լոգիկայի մեջ ենք մտնում, որ ասում եմ կոռուպցիոն լոգիկա, դա շատ բնական լոգիկա է։ Բայց եթե տենց է, եթե փողով ես մտնում ցուցակի մեջ, ինչքան շատ փող տաս, այնքան ավելի վերևի տեղում պիտի հայտնվես, չէ՞։ Այդպես չի։ Չգիտեմ, այդ մասին հայտարարություն չի եղել։ Այդ մասին հայտարարություն չի եղել, բայց վստահ եղեք, որ այդ մոտեցումը է դա։ Արդեն երևում է, դա տրամաբանությունն է, դա է։ Ուսած հանգիստ բոլորը բան են անում, ախպեր, դե բա, տեսեք, ինչ կազմակերպված, ասենց սկզբունքները դնում են բանի տակ, իրանց ընտրական հայտի տակ։ Դա կոռուպցիա է։ Իրանք սիրում են լեգիտիմացված կոռուպցիա։ Այդ բանը, ասենց իրանց կոռուպցիոն մոդելը մի հատ ասենց հայտարարում են, բացահայտում են, իբր նրանից որ հրապարակայնացրեցին ու դրեցին որպես սկզբունք, դրանից ինքը ավելի քիչ կոռուպցիոն դառավ։ Բայց իրանք գիտեն, որ իրանց ոչ ոք չի դրա համար դատախազը չի հետապնդելու։ Բանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը իրանց գործիքն է, իրանց բան չի ասելու։ Դրա համար էլ անում են։ Հələ մի հատ մի ուրիշ բան կուսակցություն տես բանաներ, տեսեք ոնց են հետևից ընկնելու։ Դուք ինչ եք անում ընտրություններին ընթരാճ, պարոն Զուրաբյան, ինչ ներկուսակցական զարգացումներ կան այդ առումով ձեր մոտ կամ ինչ այլ կուսակցությունների հետ քննարկումներ կան, ինչ եք մտածում կուսակցությունների հետ, ես որքան տեղյակ եմ, բանակցություններ կան որոշ կուսակցությունների հետ, որպեսզի գուցե նախընտրական կամ հետընտրական ինչ որ համագործակցությունների համար դուք կասեք, որն է ճիշտը տվյալ դեպքում, դուք ինչ եք անում։ Ես ավելին, քան միջև ասել եմ, չեմ ուզում ավելացնեմ, կասենք, երբ որ արդեն ունենանք ձևավորված, վերջնականապես ձևավորված հայտ եւ ձևաչափ այդ հայտի։ Կլինի դες պայմանավորենք։ Մի քիչ դժվար է լրագրողին ասել, եկեք այդպես պայմանավորվենք, որտեվ նման հարցերը բավականին գայթակղիչ են։ Դե ուրեմն եթե չենք պայմանավորում, ես միակողմանի հետ կպահեմ։ Միակողմանի կպահեք։ Կան ինչ-որ քննարկումներ, որքան ես լսել եմ Սուրենյանցի դեմոկրատական, այլընտրանք կուսակցության հետ, որքան հիշում եմ, պարոն Արամ Մանուկյանն ասաց, որ Էդմոն Մարուկյանի վաղ էր, դա շատ վաղ էր, դեռևս Գարնան նման հարցազրույցներից մեկում ես նման ակնարկ լսեցի պարոն Մանուկյանից եւ այլ քննարկումներ։ Լավ, հիմա մենք ակնարկներ, հիմա որ սկսենք ակնարկներ վերլուծել, տեքստային տենց վերլուծություններ անել, դա անիմաստ բան է։ Ես երբեք ոչ մի անուն չեմ տվել, ոչ մի հնարավոր գործընկերի, ոչ մի բանակցության մեջ ընդգրկված կուսակցության եւ այլն, հավատացեք, շատերի հետ եմ խոսում, բայց երբեք ոչ մի անուն չի հրապարակվել։ Որովհետեւ ստանդարտ բան է, չի կարելի միջև վերջնական որոշումը ու հրապարակումը ինչ որ դետալներ բացել, բանանել, նրանք կվնասեն այդ բանակցություններին։ Չէ, եկեք այս թեման ժամանակ չկորցրեք, ես ձեզ միանգամից առաջարկ եմ անում, ձեզ համար էլ շատ շահավետ, որ ժամանակ չկորցրենք այս թեմայի վրա, անցնենք առաջ։ Այնքան բան կա քննարկելու։ Մի հարցը այնուամենայնիվ դա, բայց ընտրություններին ՀԿ կմասնակցի։ Դե չհասկացա, այսինքն մենք ինչ որ բան ունենք, հիվանդություն ունենք,
ինչ որ բանով պակաս ենք այլ քաղաքական ուժերից, ի՞նչն է խնդիրը, ինչի՞ պիտի չմասնակցենք։ Ես հարցնում եմ։ Սահմանական իրավունք ունենք, չէ՞։ Բնականաբար։ Հա։ Շատ լավ։ Գնալով նորից սրվում են, դուք Սիրույթին խոսացել եք այլ հարթակներում եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների եւ իշխանությունների միջև առկա այդ լարվածության մասին, ամեն դեպքում գնալով նորից այդ հարաբերությունները սրվում են։ Դուք ինչ որ ելք տեսնում եք, լուծում ձեզ երևում է, թե դուք տեսնում եք գնալով ավելի շատ խորանալու է։ Գիտեք, արդեն մեկ-մեկ ասում են, հա, թող երկ խոսեն, բան ինչ-որ բաներ գտնեն, համերաշխության բան։ Լսեք, համերաշխություն չի կարող լինի, եթե երկրի ղեկավարը խախտում է ամենաբիրտ ձևով սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը եւ օրենսդրությունը։ Նա խախտում է սահմանության երկու հոդված, մեկը որ պետությունն ու եկեղեցին անջատ են, երկրորդը որ հայրաքրական Սուրբ եկեղեցին ունի ավտոնոմիա, այս երկու սահմանական հոդվածները խախտում է իր բիրտ միջամտություններով, անմաքուր պիղծ իրանց լեզվով ասեմ, խախտում է այս օրենքները, խախտում է հայրաքրական եկեղեցու գործունեության մասին օրենքը, որտեղ շատ հստակ գրված է, ով ինչ լիազորություններ ունի եւ ինքը այդ լիազորությունները չունի, ինքը չի կարող, ինքը իրան ոչ մի օրենք Հայաստանում իրավունք չի տվել ասել, որ ես կկազմեմ մի հատ խորհուրդ, իմ հոգու աչքերով կընտրեմ այդ, չգիտեմ, Աստվածաշունչ կարդացած մարդիկ, որոնք էլ արդեն ժողովրդական կաթողիկոս կարգեն։ Այդ մարդը գրել է։ Հայաստանի վարչապետն է գրել, ոչ թե բանը Տանզանիայի։ Հայաստանի վարչապետը sense բան է գրել։ Էդ էլ քիչ էր։ Հիմա ինքը որոշում է, որ կաթողիկոսը կաթողիկոս չի։ Ասենք կաթողիկոսի կուսակրոնության կամ կաթողիկոսի կուսակրոնության խախտման կամ կաթողիկոսի կուսակրոնության խախտման մասին պատշաճ մարմինների գնահատականը այդ դրանք են որոշում ինքը կաթողիկոսա թե չէ։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը անգամ եթե իրան միանում են Պապոյանն ու Պապիկյանը։ Իրավունք չունեն բարձրաձայնելու իրենք այդ մասին։ Կամ եթե այդպիսի երևույթներ կան, դրա դեմ որոշակի պայքար։ Ես ձեզ մի բան ասեմ, հա, իրական շատ տգեղ բան է, որտեվ ասեմ, օրինակի համար, հա, Ֆրանսիայում բան կա, չգրված օրենք կա։ Ասենք Միտերանը ունեցել էր ժամանակին բան ոչ օրինական ապօրինի աղջիկ։ Հա, բայց Միտերանը կուսակրոն չէր, կուսակրոնության ուղղ չունի։ Հարցը դա չի, դա մեկը պատժելի էր, որովհետև ցանկացած քաղաքական գործի կարիերայի վրա դա կարող է խնդրեմ գցեր, որովհետև եթե դու արտամուսնական ինչ որ բաներ ես ունեցել, դա եթե դա հրապարակվում է, դա արդեն ունենում է քաղաքական հետևանքներ շատ ուժեղ, բայց ամենահետաքրքիրը գիտեք ինչ է, ֆրանսիացիք ունեին չգրված կանոն, ոչ ոք դրա մասին չէր խոսում, անգամ իր հակառակորդները, մամուլը չէր գրում դրա մասին, որովհետև դա համարվում էր այնքան կեղտոտ մեղադրանք նման բան ասելը կամ մարդու այդ չգիտեմ բանի կյանքի մեջ մտնելը եւ այլն եւ այլն, որովհետև մարդիկ հասկանում են, որ բաներ կան, որ ասենք պետք չի քիթը կողել, ասենք անկողնու մեջ եւ այլն եւ այլն։ Ոչինչ որ դա ընդունելի չի եկեղեցական կներեք եկեղեցական այլ շատ լավ ասեցիք ընդունելի չի եկեղեցական եկեղեցու համար, չէ՞։ Աշխարհիկները չեն կարող բարձրաձայնել այդ մասին կամ պայքարել։ Չէ, ասում եմ նախ տգեղ է, երկրորդը տգեղ չէր լինի, եթե եկեղեցականները հավաքվեին, ասեին, ախպեր, ոնց որ մենք էդ էլ մի քիչ հանրությունից հեռու։ Հանրությունից հեռու։ Պետք է չէ որ ասեին, հա մենք գտել ենք, որ խախտվել են կանոնները, մենք բան ենք անում, իրեն հեռացնում ենք, ու արդեն նոր բանով, ընթացակարգով ընտրում ենք, հասկանում եք, այդ կլներ օրինական, նորմալ պրոցես, և պարկեշտության տեսակետից, և հասարակական, ասենք, բարքի տեսակետից, և օրենքի և սահմանության տեսակետից, և 1700 ամյա տրադիցիայի տեսակետից։ Իսկ սենց ստացվում է, որ ինչ-որ մի հատ վարչապետ, որը դրա լիազորությունը չունի, և դա քրեական օրենսգրքի 441 հոդվածի բանն է, այնտեղ գրած է պաշտոնական լիազորությունների գերազանցում։ Այսինքն չի կարող, ինքը իրավունք չեք հասկանում, ինքը իրավունք չունի։ Ասենք նման հայտարարություններ, նման ձևով միջամտել
պետության բանին, ներողություն, եկեղեցու գործերին, իսկ երբ որ օրինական սեփականատերը գրանցված հայ առաքելական եկեղեցին, արդարության նախարարությունում գրանցված հայ առաքելական սուրբ եկեղեցին, որը օրինական սեփականատերն է եւ միակ սեփականատերը կադաստրի թղթով Հովանավանքի, ասում է, որ ստեղ ներխուժում է տեղի ունեցել, եկեք բան արեք, այդ մարդկանց որ խախտել են, կարգալույց բանա մի հատ ինչ որ քահանայա բան ու այնտեղ խախտում է մեր ծեսերը, մեր բաները, անթացակարգերը եւ այլն եւ այդ մեր սեփականությունը մենք իրավունք ունենք ու մեկ էլ պարզվում է որ հրաման է տրվում որ ոստիկանությունը բռնի ոչ թե օրինական սեփականատիրոջ տեսակետը իր կողմը բռնի այլ բռնի անօրինական գործողությունների այսինքն ոնց որ ավազակին գա մի ոստիկանությունը չգիտեմ դատախազությունը տեր կանգնի այսօր մենք այդպես պետություն ունենք այսօր Նիկոլն է որոշում օրենքը ինչ է ինքը ասում է օրենքը էսա վերջ եկեղեցականների դեմ պայքար չասած հա որ արդեն չգիտես արդեն ինչեր են նախ Նիկոլ դու ես որ քո ասելով հա այսինքն եթե Նիկոլը ինչ որ բան ասեց դա դառնում է ճշմարտություն Այդ ինչ վարչապետ է, այս երեկել հայտարարել ասում է բանը, Էզրասը բանը KGB-ի ագենտ է։ Կաթողիկոսի եղբայրը եւ ռուսական թեմի առաջնորդը։ Հա, ասում է KGB-ի ագենտ է։ Կան նման կարծիքներ, Հիմա ես ասում եմ, որ ռուսական հատուկ ծառայությունների ազատության տակ է գտնվում նաեւ եկեղեցին Հայաստանի։ Եկեղեցականներ որոշ։ Փողոցային ցանկացած մարդ կարող էր նման բան ասել։ Փողոցից եկած ինչ որ մեկը Բայց դու վարչապետ ես Հայաստանի Հանրապետության։ Եթե դու ասում ես, որ այս մարդը KGB ագենտ է, եկեք հասկանանք դրա տակ ինչ նկատի ունենք։ Որովհետև իրականում KGB այլևս գոյություն չունի։ KGB-ն դա մեռած արդեն վաղուց մեռած խորհրդային միության բաններ, կոնտրռազվեդկաներ։ Այդ գլխավոր հետախուզությունը, որը զբաղվում էր բանով հակա հետախուզությամբ։ Հիմա դրանից հետո արդեն Ռուսաստանի Դաշնության պայմաններում KGB-ն վաղուց արդեն գոյություն չունի, բաժանվել է SVR-ի ու FSB-ի։ Հիմա կամ դու պետք է ասես, որ այս մարդը FSB-ի գործակալ է։ KGB-ի գործակալ եղել, հետո փոխանցվել FSB-ի։ Հա, հիմա, այսինքն դու պետք է ապացուցես, որ ինքը, եթե ինքը FSB-ի գործակալ է, որը գործում է Հայաստանի այդ շահերին հակառակ։ Ուրեմն դու կներես, դու չես կարող այդպես բաները հենց այնպես ասես։ Դու պետք է քրեական գործ հարուցես, ապացույցներ ներկայացնես, այտենց են պայքարում նման։ Այսինքն եթե դու հետախուզական ներխուժումների դեմ պայքարում ես, միակ օրինական ձևը դա է։ Դու քրեական գործ պետք է հարուցես, ապացույց, չէ, լուստրացիան ուրիշ բան է, սա լուստրացիան էլ կգանք։ Չէ, դու հիմա եթե քո ինքը չի ասում, այդ էլ է զարմանում։ Քիչ ասում FSB-ի ագենտ։ Ասում KGB-ի ագենտ է։ Բայց հիմա FSB-ն է, ասենք թե, ինչի՞ չես ասում FSB-ի, որովհետև տղամարդկություն չունես, ապացույց չունես, ի՞նչն է պատճառը։ Հավանաբար չի ուզում ուղղակիորեն Ռուսաստանին կպնի ասել։ Այսինքն նշանակում է ինքը հիմա ապօրինություն է գործում, որովհետև եթե ինքը իսկապես ուզում է օտար երկրյա այդպես ապօրինի ազդեցությունների դեմ գործի, դրա համար կան օրինական միջոցները։ Իսկ այսինքն եթե դու ասում ես KGB-ի ագենտ, այսինքն մենք հասկանում ենք, որ սենց դու քո մեղադրանքը նա, որ ժամանակին խորհրդային միության ժամանակ եղել է KGB ագենտ, հա այդ եղել ենք մի պետության մեջ։ Հիմա շարունակում են ծառայել նման դեպքում դու անգամ չես կարող քրեական հետապնդում անես, բայց այդ դեպքում արա լուստրացիա։ Եթե դու ունես բան դոկումենտալ ապացույցներ, որ այդպես է, ուրեմն լուստրացիա արա։ Հրապարակի այդ մարդկանց դիր օրենքից դուրս չես կարող դնես, բայց կարաս իրանց զրկես, ասենք, բոլոր այդ կատեգորիայի մարդկանց, կարաս զրկես չգիտեմ, պետությունում ծառայելու, ինչ որ պաշտոններ զբաղեցնելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայ քիչ ես անում, այսինքն որևէ օրինական միջոց չես գործանում, դու սովորական բամբաշչի բան ես կրկնում։ Իսկ այդ այն շքեղեցումը չի, որ իրան կարա թույլ տա Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Եթե վարչապետը տենց բան ասում, ինքը զրպարտիչ է դառնում ավտոմատ կերպով։ Որովհետև եթե իր ձեռքը տենց փաստ կա, ինքը դրան պետք է տա պետական ընթացք։ Եթե իր ձեռքը այդ փաստը կա, ուրեմն պետք է քրեական գործ հարուցածներ, ԱԱԾ-ն պետք է զբաղվեր դրանով, չգիտեմ, դատախազությունը պետք է զբաղվեր, ապացույցներ բերվեին, բան անեին, էստրադիցիա պահանջեին, չգիտեմ ինչ անեին։ Բայց ինչի չեն անում։ Ես դες ասում եմ ինչի, որտեվ դա զրպարչական, գյադայական բամբասկոտություն է, ընդամենը։ Ինչպես ամեն ինչ որ ինքը անում է։ Ինքը օրենքի ճանապարհը չի վերցնում։ Ինքը բանի, ինչ ասեմ, պղծաբերանության ճամփան է վերցնում։ Ինչ որ բաներ սկսում է խոսալ։ Կհավատան, չեն հավատա, իսկ շատերը կհավատան, որովհետև դա նաև բազմապատկվում է պետական ռոպագանդայի լծակներով, չէ՞։ Շողակատներ փակում են, բարձում է ընդհանրապես այս պետությունում դեմոկրատիա բան ոչ մի բան գոյություն չունի։ Շողակատը փակում են, հանրային եթեր կանչում են մենակ մի կողմին, այդ բաներին կարգալույց, չգիտեմ, կամ պատժված հոգևորականներին, իսկ մյուս կողմի տեսակետը չի տրվում։ Ու բարձր շողակաթ էլի բացել ենք, երեք կարելի էր, այսօր արդեն չի կարելի, որովհետև մենք համարում ենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր հակառակորդն է, մեր դեմ է գործում, հետևաբար իր բանը հեռուստատեսությունը պետք է փակենք, օրենք ենք խախտում, ինչ ենք անում, լավ ենք անում։ Էսա է իրանց արածը։ Ուրիշ բան է, փաթաթել ենք օրենքը, սահմանությունը փաթաթել ենք, Այսինքն Փաշինյանի համար գործում է ոչ թե օրենքը սահմանությունը, այլ ինչ որ ինքն է համարում, որ դա օրենք է կամ սահմանություն է։ Պարոն Զուրաբյան, մի հարց էլ կարճ խնդրում եմ պատասխանեք, մեր ժամանակը լրացավ, սահմանադրություն ասացիք, այդ ենթատեքստում հիշեցնեմ արտարդատության նախարար Սրփոյի Գայլյանի այն հայտարարությունը, գիտեք, գոյություն ունի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որի անդամները պարբերաբար հանդիպում են, եւ Գայլյանը հայտարարեց քանի տարի է, 7 տարի է, ինչ որ պրոյեկտներ են հանդես բերում, հետո դրանք մի կողմ են դնում, հետո նոր խմբեր են ստեղծում, հետո փորձագիտական, հետո քաղաքական, հետո եւ այլն, ու այդ արդյունքում ոչ մի արդյունք չկա, դա էլ ասենք։ Եվ մի առանցքային հայտարարություններից մեկը այն է փոփոխություններին վերաբերող, որ կայուն մեծամասնության դրույթը թեև չեն վերացնում, բայց առաջին փուլի ժամանակ դա վերացնում են։ Եթե մի որևէ ուժ կայուն մեծամասնություն չի հավաքում, այդ բոնուսներով, գիտեք, կարգը ինչպես է, դառնում է կայուն մեծամասնություն, դա հետաձգում են երկրորդ փուլի դեպքում։ Հետաձգում են։ Հետաձգում են, դա կկիրառվի երկրորդ փուլի դեպքում։ Երկրորդ փուլի դեպքում էլ եթե նույն պատկերը կկրկնվի, ապա կայուն մեծամասնության այդ սկզբունքը, երկրորդ փուլի ընտրություն եթե տեղի ունենա։ Դեպքում պետք է մի ուժ ընտրվեր արդեն այդ, չէ, երկու ուժ են մնում։ Եթե երկրորդ փուլում։ Երկու ուժ է մնում փուլում, երկրորդ փուլում։ Այսինքն այդ երկրորդ փուլը հենց դրա համար է արված, որ ի վերջո կայուն մեծամասնությունը ստեղծվի։ Եթե նույնիսկ երկրորդ փուլում էլ չի ստեղծվում եւ ընտրությունների պատկերն այնպեսին արդյունքներն այնպեսին է լինում, այդ դեպքում արդեն կայուն մեծամասնության դրույթը պահպանելու են։ Հիմա նայեք, այդ էլ ես ձեզ արդեն ասացի, որ եթե երկրորդ փուլ կա, այդ արդեն մենք խոսում ենք կայուն մեծամասնության մասին, որովհետեւ երկրորդ փուլ ընդհանրապես չպետք է լիներ։ Կա ինչ որ բան ռասկլադ, հա, ընտրություններով ստացված։ Այդ ռասկլադը պետք է ինքը իր այդ ոնց որ ցանկացած պարլամենտական երկրում ինքը պետք է իր այդ բանակցի խոսի, տենան կարողանում են մեծամասնություն ստեղծել, թե չէ։ Ուրիշ ձև ոչ միտեղ ոչ մի չկարողացան։ Հա? Չկարողացան։ Չէ, չկարողացան, երկրորդ փուլա գնում, էլի երկրորդ փուլը ինչի համար է։ Երկրորդ փուլի դեպքում էլ չկարողացան, ենթադրենք։ Երկրորդ փուլի դեպքում չեն կարա չկարանան։ Ես այդ եմ բացատրում։ Երկրորդ փուլը հենց այդ ստեղծված կրիզիսի հաղթարման համար է։ Այսինքն եթե այդ է, դրա մեջ տրամաբանություն չկա։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Իրանք պահպանելու են դա։ Ինչի։ Ես ձեզ հիմա մի բան ասեմ։ Այս խորհրդարանական իբր թե համակարգի դեմոկրատական ամբողջ հմայքը, որը մեզ երկար բարակ բացատրում էին, նրա մեջ էր, որ ինքը պետք է զարգացնի քաղաքական ուժերի մոտ իրար հետ բանակցելու դեմոկրատական մշակույթ։ Եվ այո, եթե այդ
երաշխավորված մեծամասնության սկզբունքը չլներ, հիմա պատկերացրեք, մեկը հավաքել է, ոնց որ ասենք Չեխիայում կամ չգիտեմ որտե Հոլանդիայում բան, մեկը հավաքել է 30%, մեկը 20, մեկը 15, մեկը 5, մեկը այդ կուսակցությունները սկսում են իրար բանակցել, իրանք ստիպված են ինչ-որ բան գտնել, որ կոալիցիա կարողանան կազմեն։ Ու այդ դեպքում իսկապես ժողովրդավարությունը ինչ որ իմաստով պահպանվում է, որտեվ գնում են դիալոգի, կոմպրոմիսի։ Իսկ երբ որ դու ունես խորհրդարանական համակարգ, որում իրականում, ինչպես ես ասացի, անգամ ես իրանց անհեթեթ մեկնաբանությունից հետո մեկը պահպանում են մեծամասնության սկզբունքը, իսկ իրանք պահպանում են, արդեն երևաց այս իրանց տրամաբանության մեջ, պահպանում են այդ մեծ երաշխավորված մեծամասնության սկզբունքը, դա նշանակում է դիկտատուրայի ամենավատ տեսակը։ Այն սահմանությունը, որ մենք ունենք, որը իրանք ուզում են պահպանեն ուրիշ ինչ որ կարգավորումներով, բայց ուզում են պահպանեն, դա ավտորիտարիզմի, կասեմ անգամ տոտալիտարիզմի լավագույն ճանապարհն է, որովհետև նախագահական համակարգում կամ կիսանախագահական համակարգում գոնե ունեինք բանը, այդ երաշխիքը, որ 2 ժամկետից ավել նախագահը չի կարող ընտրվել։ Եթե խորհրդարանականի ենք անցնում, որտեղ արդեն վարչապետը կարող է 100 տարի էլ ընտրվի, այնտեղ գոնե գործում էր չերաշխավորված մեծամասնության սկզբունքը։ Հիմա իրանք ստանում են մի հատ համակարգ, որտեղ գործելու է այդ բանը, այդ կոմպրոմիսային մշակույթը, որ իրար հետ կարող են պայմանավորվել եւ այլն, չի գործելու է երաշխավորված, ոնց էլ ձևափոխեն, բանանեն, գործելու է երաշխավորված մեծամասնության սկզբունքը եւ վարչապետը կարողանալու է ընտրվել 100 անգամ։ Այս իդեալական դիկտատուրայի համակարգն է, որը Նիկոլը ուզում է ստեղծի։ Ես վստահ եի, որ ինքը կյանքում չի դրանից հրաժարվի։ Ինքը չի հրաժարվի։ Ինքը մտածեց նվեր է ստացել Սերժ Սարգսյանից իդեմս մերս երաշխավորված մեծամասնությամբ խորհրդարանական կառավարման մոդելի, որ ինքը նվերը կյանքում ոչ մեկին չի տա։ Ինքը գիտի, որ դա իրականում իր վերարտադրման, հավերժական վերարտադրման մեխանիզմն է։ Ինչի՞ պիտի դրանից հրաժարվի։ Առավել ևս, որ մի հատ էլ բան կարա, մի հատ էլ հարց է լուծում, որը իրան բանն է, Ալիևն է պարտադրում, որ պետք է անկախության հռչակագրի վրա այդ հղումն էլ հանես։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Իրանք ասում են մենք դա չենք անում, նման քննարկում չունենք մեր բանակցության ընթացքում։ Բայց մեկը հանելու են։ Ու այտենց բաներ են անում, էլի, իբր մենք դրա չենք կենտրոնանում բան եւ այլն, բայց իրականում կներեք այդ նույն անդամները ասում են դե ես չեմ հասկանում, եթե այդ անկախության հռչակագրի վրա հղումը չլինի, ի՞նչ է դրանից փոխվելու մեր կյանքի մեջ։ Էս ի՞նչ է, սա արդեն գաղափարական նախապատրաստումն է։ Եվ կներեք Փաշինյանը չի ասել, որ պետք է հանենք այդ անկախության հռչակագրի բանը։ Ասել են։ Հիմա ինչ է ստացվում, իրականում այս սահմանական ամբողջ բանը, process-ը, դա մի հատ գործարք է։ Տեսեք, դա Ալիևի հետ կայացած գործարք է։ Այսինքն, ես հանում եմ այս հռչակագիրը, բայց այդ ամեն ինչը սղացնում եմ այս հավերժական վարչապետության սխեմայի անցկացման հետ։ Էսա բանը անկախության հռչակագիր Ադրբեջանի պահանջով պլյուս հավերժական վարչապետություն։ Սա է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական ռեֆորմի ամբողջ իմաստը։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Ու դրան մենք պետք է թույլ չտանք եւ այսօր մի հատ էլ բան ասեմ ու դրանով ավարտենք։ Ինձ թվում է քաղաքական ուժերը մի բան միջև վերջ բոլորը լավ չեն հասկացել։ Բոլորը չէ որ հասկացել են, ասենց ասենք, լավ ավելի մեղմ ձևակերպենք, որ հիմա խոսքը նրա մասին չի, թե ով ինչ ընտրական դիվիդենդներ կշահի եւ ինչ պոզիցիաներում կհայտնվի ապագա ադրբեջանական գուբերնատուրայում։ Խոսքը ադրբեջանական գուբերնատուրա չդառնալու խնդիրն է։ Այդ գործընթացը կանգնեցնելն է։ Դրա համար
պետք են կարևորագույն երաշխիքներ։ Եվ թող մեզ չֆռցնեն, չասեն, որ եթե մենք չդառնանք բարիս բուն իմաստով, բոլոր իմաստներով ադրբեջանական պետություն, նաև ներքին այդ բռնատիրական կարգերի առումով ադրբեջանական պետություն, մենք խաղաղություն չենք ունենա Ադրբեջանի հետ, շատ լավ էլ կունենանք։ Դրա համար պետք չի գնալ այն բոլոր զիջումների, որ Փաշինյանը պատրաստվում է գնալ։ Ավելին ասեմ, ինքը այդ անհրաժեշտության տակ խաղաղության փորձում է սղացնել այնպիսի զիջումներ, որը արդեն իր պրոստը անձնիշխանության պահպանման համար է պետք։ Ասում եմ, դա պետք չի։ Մենք հանգիստ կարանք խաղաղություն հաստատենք, ընդհանրապես պետք է գործունակ կառավարություն Հայաստանում հստակ ռազմավարական մոտեցումներով, այդ երկաթուղու կառուցման բանով, պլանով, աշխարհակահաղական բալանսը վերականգնելու պլանով, Հայաստանը այդ աշխարհական պայքարի կռվախնձորից աշխարհակահաղական կամուրջի համագործակցության վերածելու այդ գաղափարով մենք կարող ենք այս բոլոր հարցերը լուծել։ Փաշինյանից պետք է ազատվել, պետք է գնալ այս ուղղությամբ, որը մենք ասում ենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։